Երբ Երևանի փողոցներում հայտնվում էր Կիմ Արզումանյանի արիստոկրատ, նրբաճաշակ ու առընկնող կերպարը, քաղաքի այդ հատվածում մթնոլորտ էր փոխվում, մայրաքաղաքային միջավայրը լցվում էր նրա ոգեշունչ ներկայությամբ և ստեղծարար մթնոլորտով։ Հայկական հեռուստատեսության հիմնադիր առաջնորդներից մեկն էր Կիմ Արզումանյանը, որ ճանապարհ հարթեց հետագա շատ սերունդների համար։ Իր ստեղծագործական գործունեության բոլոր ոլորտներում նա չափազանց բարձր նշաձող էր սահմանել, որին ձգտում էին և գործընկերները և ուսանողները։ Մի տեսակ բարձր էր մեզնից բոլորից, մի տեսակ վեր էր մեզնից բոլորից, և ընկեր էր, և ընկերություն էր անում, և նաև ինչ-որ մի տարածություն պահում էր։ Կարգապահությանը հետևողներից առաջինը Կիմ Արզումանյանն էր։ Եթե ընկեր էր, բայց եթե դու չես արել այն, ինչ պարտավոր ես անել, ներում, զիջում չկար։ Նրա առաջին մուսան թատրոնն էր, որի հանդեպ մեծ սիրուց ծնվեցին հրաշալի ներկայացումներ Սունդուկյան, Պարոնյան և Պատանի հանդիսատեսի թատրոններում, բայց երբ ստեղծվեց հայկական հեռուստատեսությունը, Արզումանյանն ամբողջությամբ տրվեց հեռուստաէկրանի ռեժիսուրային։ Նա հիմնադրեց հեռուստաթատրոնը, բեմադրեց 6 տասնյակից ավելի հեռուստաներկայացումներ, որոնք այսօր հեռուստատեսության ոսկե ֆոնդի լավագույններն են։ Այդ շարքում օդյանական միջնորդ Տեր-Բաբան եռամաս հեռուստաներկայացումը ռեժիսորական և արտիստական վարպետության իսկական հրավառություն էր։ Ազգային հեռուստատեսության պատմության մեջ շրջադարձային էր նաև Սայաթ-Նովա մեծարժեք հեռուստաֆիլմը, որն Արզումանյանը նվիրեց մեծ տաղերգուհի 250-ամյակին, իսկ Մայր թատրոնում նրա բեմադրած Մադամ Սանժենը խաղացանկի աներկբա առաջատարն ու ամենաերկարակյաց ներկայացումն էր։ Պարոնյան թատրոնում էլ Արզումանյանն աշխատել է երաժշտական թատրոնի հսկաների հետ։ Մեծ երջանկություն էր, որ Կիմ Արզումանյանի նման ռեժիսորը հնարավորություն ունեցավ աշխատելու մեր թատրոնի հզորների հետ։ Իզաբելլա և Հայկ Դանզասներ, հրաշալի Կարպ Խաչվանքյան, անզուգական Սվետլանա Գրիգորյան և Մերինե Համամջյան։ Եվ ի վերջո, երկար ընդմիջումից հետո Կիմ Արզումանյանը նորից վերադարձավ մեզ մոտ և բեմադրեց Անահիտ Աղասարյանի Խելահեղ օր կատակերգությունը, բեմադրեց երիտասարդական ավյունով, շատ հետաքրքիր և բոլորովին զարմանալի չէ, որ այդ ներկայացումը այսօր էլ ունի հանդիսատեսային մեծ հաջողություն։ Վաստակաշատ ռեժիսորի մյուս տարերքը 4 տասնամյակից ավելի շարունակված մանկավարժական գործունեությունն էր։ Նրա արվեստանոցը մասնագիտական հմտությունների և վարպետության իսկական դարբնոց էր 100-ից ավելի երիտասարդ ստեղծագործողների համար, որոնք անցել են Արզումանյանի արտիստական դպրոցն ու նրա պատգամներով մտել մեծ թատերական աշխարհ։ Կյանքը այդպես է ստեղծված, որ մարդը ծնվում է, արարում, թողնում իրենից հետո հետնորդներ ու հեռանում, բայց Կիմ Գուրգենիչը կարողացավ իսկապես դերասանական դպրոց ստեղծել, շատ լավ ուսանողներ ունի, մինչև մեզ էլ, մեզանից հետո էլ, և մեծ գործ արեց նա Հայ թատրոնի համար, շարունակեց իր մեծ ուսուցչի Արմեն Գուլաքյանի գործը, և քանի մենք ապրում ենք, մենք նրան հիշելու ենք սիրով և երախտագիտությամբ։ Այսօր երևանցի ճշմարիտ մտավորական տաղանդավոր ռեժիսոր, սիրված մանկավարժ և արվեստի վաստակավոր գործիչ Կիմ Արզումանյանը կդառնար 100 տարեկան, և 100-ամյա հոբելյանն ամփոփում է արզումանյանական բեղմնավոր գործունեության կեսդարյա մի ժամանակաշրջան Ազգային թատրոնում, հեռուստատեսությունում և թատերական մանկավարժության մեջ, որը նրան մարդկային հիշողության մեջ ապրելու իրավունքն է տալիս։ Նունե Ալեքսանյան, լուրեր։